Ավելի քան 6 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մեհերյանի սպանության գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ եւ առանձին վարույթով ուղարկվել դատախազություն։ Իր բնակարանի մուտքի մոտ դիմահար կրակոցով սպանված 34-ամյա փոխոստիկանապետի հայրը Պետրոս Մեհերյանը պնդում է, որ գործը տեղից շարժվել է այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է, թե պատրաստվում է հրապարակել ձեռքի տակ եղած փաստերը։ Որդու սպանությունից հետո մինչև օրս Պետրոս Մեհերյանը պնդում է, ի սկզբանե իրավապահները ցանկացել են կոծկել գործը։ Ես չեմ կարող ասել ում էր ձեռնտու, դե միանշանակ ձեռնտուեր են մարմիններին, ովքեր զբաղվում էին այդ գործով, որ գործը շեղեին, առաջի հերթին։ Ոստիկանությանը։ Եվ ոստիկանության եւ ՀԿՑ-ի աշխատողներին ես չեմ կարող կոնկրետ ինչ-որ մարդկանց անուն տալ, ընդհանրապես գործ չեն արել։ Սպանության հարցով ընդհանրապես գործ չեն արել։ Ունդեղ բավականին լուրջ փաստաթղթեր կա, որոնք ցույց են տալու, որ այդ փաստաթղթերը կեղծված շինցու փաստաթղթեր են, ուրիշ ոչ մի բան չեն արել։ Ունեմ իրոք փաստեր, որոնք որ անհերքելի փաստեր են, որ զբաղվող այն մարդիկ, ովքեր զբաղվել են, շեղել են, ուզեցել են գործը կոծկել։ Նոր հարուցված գործով անցնող պաշտոնյաների անուններ դեռ չեն հրապարակվում։ Այդ տարիներին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանը հայտարարում էր, որ Մեհերյանի սպանության բացահայտումը ոստիկանության պատվի խնդիրն է։ Այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը Ազատության հետ զրույցում նույնն է պնդում, անհեթեթ որակելով գործի բացահայտման հարցում իր ղեկավարած կառույցի ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքները։ Իմ աշխատած տարիներին ես հնարավոր ու անհնարին ամեն ինչ արել եմ եւ շատ շահագրգռված եմ եղել, որ դա բացահայտվի, որտեղ ինչպես ասացի, դա իմ պատվի հասնել է։ Հիմա հայտարարում եմ պաշտոնապես, ես որևէ առնչություն չէի կարող ունենալ այդ հանցագործության բացահայտումը կոծկելու մեջ։ Եթե ինչ-որ մի պաշտոնյա կիսատ թերի աշխատանք է կատարել եւ հիմա համապատասխան մարմինները գտնում են, որ եթե դա թերի չլներ, ուրեմն հանցագործությունը կբացահայտել։ Թող այդ պաշտոնյային կանչեն լսեն, ես չգիտեմ ում մասին է խոսքը։ Գործի քննության ընթացքը շեղելու մասին Մեհերյանի հոր պնդումները հերքում է նաև սպանության գործով հատուկ քննչական ծառայության քննչական խմբի նախկին ղեկավար Հեկտոր Սարդարյանը։ Եթե ծրվում է քննությունը, դա միտումնավոր արվում է, որ անմեղ մարդուն, ասենք, դատապարտեն, չգիտեմ, չարած արարքների համար։ Նման բան չի եղել, ընդհակառակ։ Հատուկ քննչական ծառայությունը ամեն ինչ արել է, որ հանկարծ անմեղ մարդը չգնա չարած արարքի համար պատասխան տա։ Քննչական մարմինն էլ ինչ որտեղ մեղավոր է, որ չի կարողացել բացահայտի օպերատիվ մարմինի հետ միասին։ Բայց այդտեղ միտումնավոր ոչինչ չի եղել, ու դա բացառում եմ ես։ Սպանված փոխոստիկանապետի հայրը հույս ունի, որ մեղավորները գոնե հիմա կպարզվեն, հակառակ դեպքում խոստանում է իր ուժերով բացահայտել գործը։ 34-ամյա Գևորգ Մեհերյանին 2008 թվականին փոխոստիկանապետ էր նշանակել նախագահ Սերժ Սարգսյանը, մինչև այդ Մեհերյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերով օգնականն էր։